Մասնագետները կարևորում են ոչ միայն վիրուսի դեմ պայքարը, այլ մշտապես իրազեկումը։ Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը խոսելով վիրուսի մասին նշեց, որ վիրուսային հեպատիտները տարիներ շարունակ կարող են ապրել մարդու օրգանիզմում, առանց որևէ ակնհայտ ախտանիշի։ Մարդը կարող է իրեն լիովին առողջ զգալ, մինչդեռ վիրուսն աստիճանաբար վնասում է լյարդը։ 296 միլիոն քրոնիկ վիրուսակիրներ ունենք ամբողջ աշխարհում, խոսքը վերաբերվում է հեպատիտ B-ին։ Սա նշանակում է, եթե այն համարենք դինամիկ պրոցես եւ 20-ից 30%-ի մոտ զարգանա այնպիսի բարդություններ, ինչպիսին են լյարդի ցիրոզը եւ լյարդի առաջնային ուռուցքը, այլ կերպ ասած հեպատոցելյուլար կարցինոման, ապա կարող ենք պատկերացնել, որ իսկապես ինքը համարվում է մարտահրավերներից ամենամեծ մարտահրավերը։ Հայաստանում հեպատիտ B-ով վարակված է բնակչության 2%-ը, իսկ C-ով 2,2%-ը։ Վիրուսը փոխանցվում է արյան միջոցով եւ սեռական ճանապարհով։ Թիրախային խմբերն են թմրամոլները, համասեռամոլները, բուժաշխատողները, լաբորատորիայի աշխատակիցները, հեմոդիալիզ ստացողները, բանտարկյալները եւ այլն։ Հայաստանում 2020 թվականից ի վեր բուժում է ստացել 4500 մարդ, որոնցից 300-ից 400-ը այս պահին դեռ բուժման փուլում են։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի հաղորդմամբ վիրուսակիրների գերակշիռ մասը Երևանից են։ Մարզերում նախորդ տարիների համեմատ նվազում կա, ինչին կնպաստի նաև վերջերս հաստատված հեպատիտ C-ի ազգային ծրագիրը։ Ներառում ենք մարզային բժշկական կենտրոնները, որոնք հնարավորություն է տալիս մարդկանց տեղում ստանալ բուժօգնություն, այսինքն հեռավոր մարզից, ենթադրենք Կապանից կարիք չկա գալ, հասնել Երևան, որպեսզի դեղորայք ստանա, կարող է միանգամից տեղում ախտորոշվեց, տեղում ինքը իր դեղորայքը ստանա, բուժումն ավարտվի։ Մասնագետների հորդորը մեկն է՝ առողջությանը հետևել ճիշտ ժամանակին, մշտապես հետազոտվել հետագա բարդություններից խուսափելու համար։ Նշենք, որ հեպատիտի դեմ պատվաստումները անվճար են։ Լույզա Սարգսյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։